Ողջույն Reopen Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականի գլխավոր թողարկումն է։ Օրը Կամփոփի Անի Զաքարյանը եւ Դավիթ Սարգսյանը, ողջույն։ Մինչև սկսել հիշեցնեմ, որ մենք հասանելի ենք YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում, Spotify-ում, մեզ կարող եք հետևել նաեւ Reopen Media կայք էջում։ Դե ինչ օրվա ընթացքում ինչպես միշտ աղմուկը շատ էր, լարվածությունը, որը դարձել է մեր կյանքի անբաժան մասը, տեղը տեղին։ Հիմա մենք կանջատենք աղմուկը ու կհասկանանք, թե ինչ է կատարվել երկրում ու աշխարհում։ Այսօրվա թողարկման մեջ դիտեք։ Հարկ կա, հարց չկա, խորհրդարանում սկսվել են բյուջեի քննարկումները, արդյոք ավելի լավ են կապրում, ինչ մակարդակի վրա է գնաճը։ Տեղի է ունեցել անհետ կորածների հարցով հայ-ադրբեջանական նոր հանդիպում։ Այս առիթով խոսել են հարազատների հետ։ Թմրանյութեր օգտագործելու համար 1.5 տարում համակարգից ազատվել է ներքին գործերի նախարարության 27 աշխատակից։ Այսօր եւս օրը բացվեց կուսակրոնության մասին Նիկոլ Փաշինյանի գրառմամբ։ Գործող իշխանություն հայ առաքելական եկեղեցի հակամարտությունը շարունակվում է։ Իսկ այդ ընթացքում ինչ է ուզում Էրդողանը եւ ինչու է միջանցքի հարցով դիմում Իրանին, մասնագետների վերլուծությունը։ Օրվա գլխավոր հայտարարությունները հնչել են ազգային ժողովում։ Բյուջեի կատարողականն են քննարկել, որ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մարդիկ 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Անի, դու քեզ վրա զգում ես, որ ավելի լավ ես ապրում 50%-ով։ Դավիթ, այստեղ ավելի կարևոր է, թե ինչ տվյալների հիման վրա է արվում այս հայտարարությունը։ Ինչ մակարդակի վրա է գնաճը, այլ ցուցանիշներ եւս։ Բյուջեի քննարկումներին հետևել նաեւ տնտեսագետի ու մեր համաքաղաքացիների հետ է խոսել մեր գործընկեր Անի Հովհաննիսյանը։ Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեն էին ամփոփում։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջին աշխատավարձը աճել է, պետական բյուջեն ավելացել է, իսկ մրցունակ կրթություն ունեցողներն ավելի բարձր են վարձատրվում։ Նա նաև պնդում էր, որ հարկը հարազատ բան պետք է դառնա քաղաքացիների համար։ Որովհետև կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն։ Կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն։ Իսկ ինչ կարծիքի են քաղաքացիները, ում է հասնում բյուջեի աճը։ Ես չեմ նկատի ամուսնուս մոտ, ես չեմ աշխատում, բայց ամուսնուս մոտ չեմ նկատի փոփոխություն։ Չի ասի, նկատել ենք, այո։ Նու այդ մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհներ։ Ես մասնավոր բիզնես ունեմ։ Աշխատավարձի փոփոխությունը իմ բիզնեսի վրա չի անդրադառնում։ Իհարկե ոչ։ Բոլորովին հեքիաթա ու պատմում է, շարունակում է պատմել այդ հեքիաթները։ Ամեն ինչից գոհ եմ։ Եթե խաղաղություն կա, մնացածը երկրորդական բան ազիզյան։ Իսկ գիտեք, որ պետական պարտքը 13 միլիարդը շուտով հատելու է։ Ոչինչ, եթե կաշխատեն կփակվեն։ Ոմանք հեքիաթ էին լսում, իսկ ոմանք դեռ սպասում են, որ իրենց կյանքի որակն էլ կփոխվի։ Իսկ իշխանությունը իր հերթին պատմում է իր թվերով։ 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173,996 դրամ։ 2025 թվականի ապրիլին 304,992 դրամ։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 75%։ 2018 թվականի ապրիլը 2025 թվականի ապրիլի նկատմամբ։ Ցավոթանիշ փոփոխություն։ Դուք էլ հավատում եք աշխատավարձի բարձրացմանը։ Նույնն է սա անկեղծ ասած։ Աշխատավարձն է բարձրացնում, բայց թոշակը թոշակները ոնց անեն, ինչ անեն։ Հասարակության զգալի մասը շարունակում է գնաճի եւ դրան համապատասխան չբարձրացող աշխատավարձերի հետ կռիվ տալ։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը 2018-ի ու 2024-ի տվյալները համեմատելը տեղին չի համարում։ Աշխատավարձերի հիմնական բարձրացումը
կատարվել է հանքարդյունաբերության ձեռնարկությունների աշխատակիցների աշխատողների աշխատավարձերի ֆոնդի երևակման հետ միաժամանակ այստեղ դեր է խաղացել ռուսական ռելոկանտների մուտքը դեպի հայկական շուկա 7 տարիների ընթացքում 6.5 միլիարդ դոլարից Հայաստանի Հանրապետության պարտքը գերազանցել արդեն 13.5 միլիարդ դոլարը։ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ամբողջ պետական համակարգը այս ամիս աշխատավարձ չստանա, թոշակը ընդամենը 1500 դրամով կբարձրանա։ Կոմենդանտյանը սա մանիպուլյացիա որակեց։ Տվյալ անձնավորությունը իրար դեմ է փորձում հանել պետական համակարգում աշխատող մոտ 100,000, 120,000 աշխատակիցներին եւ մոտավորապես 470,000 ծերության թոշակ ստացող անձանց Իսկ ինչ իրական հեռանկար ունի Հայաստանը գիտատեխնիկական առաջընթաց ունենալու եւ մրցունակ կրթություն տալու հարցում։ Արհեստական բանականության բաղադրիչներով տնտեսությունը միայն այդտեղ հնարավոր կլինի բարձել իրականում կրթությունը մրցունակ է թե ոչ, աշխատուժը պահանջված է թե ոչ, աշխատուժի որակները որ չափով են համապատասխանում գիտատեխնիկան առաջընթացին։ Վարչապետը խորհրդարանում նաև ասել էր, որ մարդիկ ցանկանում են ավելի լավ ապրել, քանի որ տեսնում են, որ այսօրվա Հայաստանում դա միանգամայն հնարավոր է։ Անի Հովանեսյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։ Ներքին գործերի նախարարը խորհրդարանում հայտարարել է, որ միայն այս տարի համակարգից արդեն հեռացվել է 10 աշխատակից թմրանյութ օգտագործելու համար։ Անցած տարի թմրանյութ օգտագործող աշխատակիցների թիվը 17 էր։ Գլխավոր շտաբի պետն էլ խոսել է սահմանին տիրող վիճակի մասին։ Խորհրդարանում հնչած հայտարարություններին հետևել է մեր գործընկեր Մոնիկա Հայրոյանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը իր տեղակալ եւ նախկին ոստիկանապետ Արամ Հովանեսյանի պաշտոնից հեռացման մեջ արտառոց ոչինչ չի տեսնում եւ այն տեղի է ունեցել մի շարք կադրային փոփոխությունների շրջանակում։ Ներքին գործերի նախարարությունում իմ նշանակումից հետո կադրային տարբեր փոփոխություններ են եղել եւ կարծում եմ կադրային փոփոխությունները շատ բնական են եւ որևէ արհեստական բան կադրային փոփոխությունների մեջ չկա։ Եվ կադրային փոփոխությունները գալիս են ինչ որտեղ նաև օգնելու, որ մենք նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք այն հարցերին, որոնց որ տարիներ շարունակ կարող ենք մեկ այլ հայացքով նայել բնականորեն։ Եվ ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակներում է, որ կարիք կար ունենալու կադրային փոփոխություն, որը որ կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումները ել ավելի թարմ աչքով նայելու, ել ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու եւ գնալու առաջ։ Կան տեղեկություններ, որ նորանշանակ ոստիկանապետի ազգականը քրեական հեղինակություն է։ Արփինե Սարգսյանը չի հերքում։ Ազգակցական կապի մասով չեմ հերքելու, բայց նշում եմ, որ որևէ ձևով դա չի կարող ազդել պարոն Ղազարյանի գործունեության վրա, դուք ինքներդ կհամոզվեք եւ ես կարծում Հայաստանի Հանրապետությունը շատ փոքր երկիր է եւ բոլորը ազգականը ոստիկանապետը կարող ենք ունենալ այս կամ այն շփումները, կարող ենք ունենալ տարբեր ազգականներ, բայց կոնկրետ պաշտոնում հստակ անձ ունի առաքելություն եւ եթե անձը իր մարդկային եւ ծառայողական որակներով կարող է անկաշկանդ իրականացնել ոստիկանապետի առջեւ դրված խնդիրները, ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ առ։ Նրա խոսքով 2024-ին եւ այս տարվա 5 ամիսներին նախարարության 27 աշխատակից է հեռացվել թմրանյութ օգտագործելու համար։ Ավտովթարները 1 տարում պակասել են 299-ով, զոհերը 45-ով, վիրավորները 421-ով։ Լրագրողների արտաքին սպառնալիքների վերաբերյալ հարցերին էլ պատասխանել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Արդյոք ադրբեջանական կողմից սադրիչ գործողություններ լինում են հարցին, Ասրյանն արձագանքել է, գլխավոր շտաբը դրանց ուշադրություն չի դարձնում, քանի որ նպատակը հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրելն է։ Միանշանակ ադրբեջանական կողմը կպատճառաբանի, որ ինքը չէ, բայց իրականում իրենք են, այո։ Իսկ նպատակները, որ տալիս եք նպատակներ, ու առաջին կարակող կողմը ավելի լավ կիմանա իր նպատակները։ Իսկ մեր իսկ մեր գնահատականով նպատակները միանշանակ, եթե հակառակ կողմից կարակոսներ են արձակում, դրանք եւ մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու, սահմանային բնակչության վրա նույնպես ճնշում գործադրելու, բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը
Վարչապետի պատերազմ չի լինելու այլ խաղաղություն վստահեցման առիթով գեներալ լեյտենանտ Ասրյանն ընդգծել է. Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է եւ նրա խոսքը պետք է ընկալել առանց կասկածի։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիսանում է նաև ի պաշտոնե զինված ուժերի համար գերագույն հրամանատար, այնինչ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի դա հնչեցնելու։ Ինչ վերաբերում է զինվորական ծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու վերաբերյալ աղմկահարույց օրինագծին, ապա ըստ գլխավոր շտաբի պետի պաշտպանության նախարարությունը մոտ ապագայում կներկայացնի իր տեսակետը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Խորհրդարանում խոսել են նաև ռազմարդյունաբերության մասին, այստեղ եւս խնդիրներ կան, բյուջեն թերակատարվում է։ Կենտրոնացած են մի քանի, այսպես ասած, PR գործողությունների վրա, բայց հասարակ բան ասեմ, ռազմարդյունաբերության զարգացման բյուջեն 5 տարի թերակատարվում է ահռելի տոկոսով, ասենք ոչ թե 10-20%-ով, այլ 70-80%-ով զարգացման բյուջեն թերակատարվում է։ Թեման մեր ուշադրության կենտրոնում է, վաղը կարող եք դիտել մեր ռեպորտաժը։ Հանի դեպ մոռացանք հիշեցնել, որ ամեն առավոտ օրը սկսվում է հոգևորականների կուսակրոնության թեմայով Նիկոլ Փաշինյանի գրառումներով, այսօր կուսակրոնության թեման կա, չկա։ Կա։ Վարչապետն օրը սկսեց Facebook-ում Շիրակի թեմի առաջնորդին պատասխանելով Սրբազանը խորհուրդ էր տվել չխառնվել նման հարցերի, որովհետև դա իշխանության գործը չէ։ Նիկոլ Փաշինյանն էլ գրել է, որ հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, ժողովրդի ու մեզնից յուրաքանչյուրի հոգու տունը։ Գործող իշխանություն հայ առաքելական եկեղեցի հակամարտության առիթով բողոք է ներկայացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այս մասին գրել է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։ Ըստ նրա հանձնաժողովից ակնկալվում է վարույթ հարուցել եւ եզրակացություն ընդունել Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության մասին։ Տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, որոնողական աշխատանքների կազմակերպման եւ համակարգման հնարավորությունները։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն այս առիթով հայտարարել է, որ այս պահին չի կարող ասել, թե երբ կլինի արդյունք, բայց ամեն ինչ անում են դրա համար։ Մեր գործընկեր Դիանա Կարապետյանը շփվել է անհետ կորածների հարազատների հետ, ճշտել, թե ինչ զարգացումներ կան։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներից մեկն ամենաբարդ ու հուզականորեն ծառակշիռներից է։ Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցով հանձնաժողովների ներկայացուցիչները նոր հանդիպում են անցկացրել նպատակ ունենալով խորացնելու հումանիտար համագործակցությունը։ Քննարկվել են որոնողական աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղիները, տեղեկատվության փոխանակման մեխանիզմներ եւ ամենակարևորը՝ շփման շարունակությունը իշահ անհետ կորածների հարազատների։ Բայց արդյոք այս հանդիպումների մասին տեղյակ են հենց նրանք, ովքեր ամենաշատն են սպասում լուրի, անհետ կորած իրենց որդուց, եղբորից կամ ամուսնուց։ Տեղեկություն ընդհանրապես դե չեն տվել, ասենք հանդիպել ենք, բայց կարելի ասել տեղեկություն ինչ որ մի բան ասեն, այդպես չի եղել երևի, թե։ Տեղյակ եմ, բայց այդպես որ ասեմ ինչ որ բաներ անում են կասկածում եմ։ Պաշտոնական տվյալներով Հայաստանն Ադրբեջանին փոխանցել է 44-օրյա պատերազմում մահացած 51 ադրբեջանցու մարմիններ, ինչպես նաև 1990-ականների զոհերի 140 մասունքներ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը պնդում է, թե ունի շուրջ 4000 անհետ կորած։ Հայաստանը իր հերթին պահանջում է բացահայտել շուրջ 120 անհետ կորածի ճակատագիր։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնել են, թեև մասնակցում են գործընթացին ընդհանուր առմամբ, բայց աշխատանքը պետք է կատարվի պետական մարմինների մակարդակով։ Երկկողմ հնարավորությունները բնականաբար իշխանությունների պարտավորությունը պետք է լինի նման հարցում, որովհետև տարածաշրջանային խնդիրը բնականաբար կողմերը երկուսն էլ պետք է համաձայնության կան, թե ինչպես է աշխատել այս ուղղությամբ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դերը այստեղ ոչ թե անմիջապես մասնակցելն է որոնումներում, այլ աջակցել կողմերին, որպես չեզոք միջնորդ կազմակերպություն, այդ որոնումները, որպեսզի տեղի ունենան մարդասիրական Անհետ կորածների հարազատները պարբերաբար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում կառավարության շենքի դիմաց, պարզելով պաստառներ եւ պահանջելով որևէ պատասխան։ Պետական մակարդակում այս շփումները իրական արժեք կստանան միայն այն ժամանակ, երբ հասանելի դառնան նրանց, ում ցավի մասին է խոսքը։ Դիանա Կարապետյան, Reopen Media։ Իդեպ Ադրբեջանը որոշել է փակել Կարմիր խաչի Բաքվի գրասենյակը, Կարմիր խաչից մեր գերիներին վերջին անգամ տեսակցել են մարտին։ Մեր գործընկեր Դիանա Կարապետյանը փորձել է պարզել այդ դեպքում ինչպես են գերիները կապվելու իրենց հարազատների հետ։ Դիտենք։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում։ Այս որոշումը լուրջ հարված է 23 հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ընտանիքներին, որոնց միակ կապը հարազատների հետ ապահովվում էր հենց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Հնարավորությունները բնականաբար իշխանությունների պարտավորությունը պետք է լինի նման հարցում, որովհետև տարածաշրջանային խնդիրը բնականաբար կողմերը երկուսն էլ պետք է համաձայնության կան, թե ինչպես են աշխատել այս ուղղությամբ։ Կարմիր խաչի ներկայացուցիչները վերջին անգամ Բաքվում գտնվող գերիներին տեսակցել են մարտ ամսին։ Կոմիտեից նշում են, թեև այցելել են եւ կարողացել են ապահովել կապը ընտանիքի անդամների հետ, սակայն այդ մասին ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։ Մեր ցանկացած տեսակցությունների ընթացքում բնականաբար ուշադրության կենտրոնում են անձանց վիճակը, իրենց հանդեպ վերաբերմունքի հարցերը, առողջական հարցերը, սակայն այդ բոլոր մանրամասները բովանդակային դրանք կոնֆիդենցիալ են եւ մենք հանրության հետ չենք կիսվում ներտեսած եւ բոլոր այդ նկատառումներով, որոնք մենք հաշվի ենք առնում տեսակցությունների ժամանակ, դրանք քննարկվում են զուտ իրենց պահուշանությունների հետ եւ անձանց հետ անմիջապես։ Իսկ դա նույնը եղել է բնականաբար մեր վերջին մարտի տեսակցության ընթացքում, իսկ ընտանիքների հետ կապի հնարավորությունը մենք տրամադրում ենք այդ հնարավորությունը յուրաքանչյուր տեսակցության ժամանակ եւ մարտի տեսակցությունը բնականաբար բացառություն չէ։ Ադրբեջանում Կարմիր խաչի մանդատի դադարեցումից հետո բաց է մնում մի կարևոր հարց՝ ինչպես շարունակել գերիների հետ կապը։ Մենք բոլոր պատկերացումները քննարկում ենք այս պահին կազմակերպություն Ադրբեջանի իշխանությունների հետ եւ արդեն ինչ կլինի հետագայում դա մասին կխոսեմ հաջորդի, բայց պահին որևէ նորություններ այս հանրության համար չունենք։ Կարմիր խաչի մանդատի դադարեցումը ոչ միայն սառեցնում է այցելությունները, այլ նաև ազդում է խոցելի մարդկային ճակատագրերի վրա, խաթարելով միակ օղակը, որը պահպանել էր հույսի թելը Բաքվում պահվող հայերի եւ նրանց ընտանիքների միջև։ Դիանա Կարապետյան, Reopen Media։ Տրանսպորտի մասին արդեն մի քանի ամիս է անցել ենք ամբողջությամբ էլեկտրոնային վճարման, բայց խնդիրները շատ են, թանկացումից մինչև տեխնիկական։ Շարունակական քննարկումներ, տարակարծություններ, բայց ի վերջո ուղևորափոխադրման որակը բարելավվել է, թե ոչ, սա հարց է։ Մեր գործընկեր Նարինե Ղուկասյանը պատմում է համակարգի բազմաթիվ խնդիրների մասին։ Մայրաքաղաքի բնակիչները շարունակում են դժգոհել հանրային տրանսպորտի աշխատանքի կազմակերպումից։ Հիշեցնում են, որ չնայած Երևանի քաղաքապետարանը խոստացել էր ուղևճարի թանկացման դիմաց ապահովել ուղևորափոխադրման բարձրորակ սպասարկում, բայց դեռ այդպես չէ։ Նրանք տեղյակ չեն, որ դրսի տերսելներից մենք չենք կարողացել օգտվենք, ստիպված նստել ենք, որ չուշանանք, որ գնում ենք։ Գերծանրաբեռնված ավտոբուսներ, խցանումների հետևանքով ուշացումներ, եւս մեկ խնդիր։ Քաղաքացիները բախվում են թերսելապարատների եւ ավտոբուսներում տեղադրված վալիդատորների խափանումներին։ Տերսելներից շատերը չեն աշխատում, նորմալ, մեկի վրա փակցված է, չի աշխատում, ու այդ կանգառում էլ չկա ուրիշ, էլ չգիտես ուր գնաս հասնես, որ տրանսպորտից չուշանաս։ Պատահելա գումարը տերսելա վերցրելա, բայց ոչ հետա փոխանցել, ոչ էլ չեկնա տվել։ Ուղևորի խոսքով հաճախ չի օգտվում տրանսպորտից, օգտվելիս էլ փոշմանում է, որ օգտվել է։ Թերսել ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիաննա Հունանյանը մեծ հետ զրույցում հաստատեց խնդիրը, ասելով, որ մինչև օրս իրենք լռում էին չբարձրաձայնելով դրա մասին, որովհետև ունեին պատճառ։ Իրականում մենք ունենք փոքրիկ զեղծարարներ, որոնք տարատեսակ դետալներ են տեղադրում դրամընդունիչի մեջ, որովհետեւ այդ կոպեկները տեղ չհասնեն, հետո հանելով այդ ներդրված սարքերը գողանում են այդ մանրադրամը։ Ընկերության փոխտնօրենի դիտարկմամբ զեղծարարները հիմնականում խարդախությունն իրականացնում են կանգառներին մոտ գտնվող տերմինալներում, որտեղից մարդիկ հաճախ են գնում տրանսպորտի տոմսեր։ Լիաննա Հունանյանի խոսքով խնդրին արդեն իսկ լուծում տվել են։ Պատկերացրեք, խնդիր ունի մեր դրամընդունիչ սարքը, եւ եթե դուք ուզում եք տոմս գնել, ինքը այսպիսի գրառում է բերում։ Մեր հաճախորդներին խնդրում ենք այս գրառմանը ուշադրություն դարձնել եւ եթե այս գրառումը տեսնում են, մանրադրամ չնետեն։ Թերսելի հետ կապված խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Նստում ես տրանսպորտ քարտից գումար կա, հաստատ գիտեմ, բայց չվճարվեց։ Քարտից եմ օգտվում, բայց մոտեցնում եմ, քարտը չի ճանաչում։ Քարտը մոտեցնում եք, ինքը մերժում է, բայց հետո հաջորդ օրը նոր տեսնում են, որ գումարը քարտից տարել է։ Այսպես մարդիկ ընկնում են անհարմար դրության մեջ։ Ասում են վարորդների կողմից կշտան բանկի խոսքեր հազվադեպ են լինում, բայց միևնույն է, իրենց վատ են զգում։
Լիանա Հունանյանի խոսքով բանկային քարտերն իրենց մեջ ունեն առանձնահատկություն։ Մերժման պատճառները մի քանիսն են։ Նախ քարտը պետք է մի փոքր երկար պահել, ազդանշան կլինի։ Եթե քարտն անմիջապես հեռացնում են, վալիդատորը չի հասցնում կարդալ թվերը։ Շատ հաճախ մեր հաճախորդները ունենում են նախորդ իրենց երթևեկությամբ պայմանավորված պարտքեր եւ իրենց քարտը հայտնվում է սև ցուցակում։ Ուղևորներն ու հաճախորդներն այդ մասին չգիտեն։ Հետո քարտերն ունենում են սահմանաչափեր, թե գումարային, թե գործարքների քանակների առումով, եւ հաճախորդը կարող է մոռացած լինի, որ իր սահմանաչափը ինքը գերազանցել է։ Խնդիրների մասին ահազանգում է նաեւ Մայր Հայաստան ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Նրա խոսքով, երբ իրենք հունվար-փետրվար ամիսներին սկսեցին տրանսպորտային խնդիրների շուրջ բոյկոտի քարոզը, թերահավատորեն էին վերաբերվում իրենց նախաձեռնությանն ու ասում արդյունք չի ունենա։ Ի տարբերություն իրենց մենք էինք տրանսպորտի մեջ, մենք էինք տեսնում հանրային տրամադրությունները, բոյկոտը միանշանակ աշխատեց եւ որպես դրա արդյունք իրենք նախաձեռնեցին օրենսդրական փոփոխություններ, որ մարդկանց տուգանքի ենթարկեն 15000 դրամի ինչ որ 10-ից 15000 դրամի սահմաններում։ Այդ նախաձեռնությունը իրենք փաստաթղթավորեցին, ուղարկել են ազգային ժողով։ Մինչ այս պահը այդ փոփոխությունները չեն կատարվել, ասում է Սուքիասյանը, որովհետև միանգամից մի քանի օրենքի է դա վերաբերվում։ Վերջին գործակարգավարականի ժամանակ նույնիսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր ստիպված բարձրաձայնել, որ կա 25-ից 30%-ով թերհավաքագրում, ասում է Սուքիասյանը, բայց իրենք համոզված են, որ ոչ թե 25-ից 30 է, այլ շուրջ 50%-ի սահմաններում է։ Որ պնդում էին բոյկոտ չկա, արդեն ստիպված բարձրաձայնում են, որ բոյկոտը կա, մարդիկ չեն վճարում, մարդիկ ընդվզում են, մարդիկ բողոքում են։ Սուքիասյանի խոսքով այսօր սոցիալական ծանր պայմաններում, երբ օր-օրի ամեն ինչ թանկանում է, դժվար է անվճարունակ մարդուն համոզել վճարի 150 դրամ ուղետոմսի համար։ Այն թոշակառուն, որը 50 դրամով նստում էր տրոլեյբուս, ով ստանում էր 35-40 հազար դրամ թոշակ։ Հիմա այդ թոշակառուին հարկադրել ասել նախին 50-ի փոխարեն այժմ դու վճարի 150, դա իրատեսական չէ։ Սուքիասյանի դիտարկմամբ իրենք միշտ բարձրաձայնել են, որ միայն ավտոբուս բերելով չի լուծվում տրանսպորտի խնդիրը։ Հաստատապես 800 հսկիչ չեն իրենք ընդունելու աշխատանքի, այդ տեսահսկումներ խնդիրներ հարուցող դրվագ է։ Հետևաբար այդտեղ լուծում այնպեսին է, որ ուղևորցը լինի ընդունելի, մեր հաշվարկները գալիս են նորից մեզ համոզելու, որ 100 դրամը լիովին կարող է ինքնածախսած ծածկում կատարել։ Հետևաբար քաղաքային իշխանությունները կանգնած են փակողու առաջ, թե ինչպես վարվել տրանսպորտային համակարգի հետ։ Մանուկ Սուքիասյանի դիտարկմամբ ակնհայտ է, որ դեռ ճաշը չեփած, քաղաքային իշխանությունները փորձում են կրակից հում ուտելիք վերցնել եւ ուտել, բայց ըստ նրա ակնհայտ է, որ ճաշը չեն մարսելու։ Վերջին ասուլիսում քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը պնդում էր, որ ընդդիմության մեղքով թերհավաքագրումների պատճառով 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինի ձեռք բերել եւ տրանսպորտային շարժակազմի խնդիրն այս տարի չի լուծվի։ Գանձումը կատարում է, ասենք, թերսել է եւ այնտեղ, ասենք, լրջագույն սողանց կա, թե արդյոք ամբողջ հավաքագրված գումարն է տեղ հասնում, թե ինչ-որ մի չափի գումար անհետանում է։ Թերսելի փոխտնօրենի խոսքով կասկածներն անհիմն են։ Քաղաքապետարանի օպերատորներն օնլայն ռեժիմով հետևում են դրամական մուտքերին։ Թերսել ընկերության փոխտնօրենի խոսքով օնլայն հաշվետվությունների դիտարկման համակարգը տրամադրված է ոչ միայն քաղաքապետարանին, այլև յուրաքանչյուր օպերատորին, այդ թվում Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենին, Երևան ավտոբուս ՓԲ-ին, ընդ որում քաղաքապետարանին տրամադրված է ադմինիստրատորի առավելագույն լիազորություններով։ Նարնե Ղուկասյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։ Զուգահեռ իրականությունում Թուրքիան փորձում է Իրանի հետ համաձայնության գալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ։ Հարցը տարածաշրջանի երկրների օրակարգում է։ Այս զարգացումները հատկապես ուշագրավ են հաշվի առնելով վերջին տարիներին ակտիվացած 3+3 ձևաչափը։ Թվում է Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը որոշ հարցերում ունեն փոխըմբռնում, բայց արդյոք դա այդպես է։ Մասնագետների հետ խոսել է մեր գործընկեր Դավիթ Կենջոյանը։ 2020 թվականից հետո Հարավային Կովկասում ձևավորված նոր անվտանգային իրավիճակը արմատապես փոխել է տարածաշրջանային հավասարակշռության դինամիկան։ Թուրքիայի նախագահ Էրդողանի Իրանին ուղղված վերջին հայտարարությունները կրկին ակտիվացրել են քննարկումները 3+3 ձևաչափի եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ։ Մասնագետները նշում են, որ այս ուղերձները ոչ միայն արտացոլում են Թուրքիայի տարածաշրջանային ռազմավարությունը, այլև մեծապես ուղղված են Հայաստանին, ընդգծելով միջանցքային տրամաբանության առանցքային նշանակությունը։ Իրանագետ Նվեր Դավթյանի խոսքով 2020-ից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը մարտահրավեր
տարբերներ է առաջացրել Իրանի համար, ինչը ստիպել է Իսլամական Հանրապետությանը կտրուկ մեծացնել իր քաղաքական ակտիվությունը։ 20 թվականից հետո Իրանի ակտիվությունը, քաղաքական ակտիվությունը տարածաշրջանում Հարավային Կովկասում բավական մեծացավ։ Բայց զուգահեռաբար այսօրվա ներկայիս Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության տարածաշրջանային քաղաքականության համատեքստում նույնպես պետք է դիտարկել նրանց քաղաքականության ռազմավարող ուշադրության տակ գտնվող ուղղություններից մեկն է տարածաշրջանի երկրների հետ զարգացնել եւ ամրապնդել հարաբերությունները։ Խնդիրը ինչու՞մն է։ Մեր տարածաշրջանային խնդիրները լուծել տարածաշրջանի երկրների ներքին ռեսուրսներով, ինչը հնարավորություն կտա խուսափել արտատարածաշրջանային ուժերի ազդեցությունից։ Թուրքագետ Նելի Մինասյանի կարծիքով 3+3 ձևաչափը հեռանկար չունի եւ խնդիրը միայն Վրաստանի բոյկոտը չէ։ 3+3-ի ձևաչափը այսքան տարիների ըստ էության քննարկումները ցույց են տվել, որ նման հարթակի նախ առաջին հերթին ձևավորումը մի փոքր խնդրահարույց է, որովհետև նախորդ ժամանակաշրջանում էլ, երբ որ նման քայլեր, նման աշխատանքներ տարվեցին, օրինակ Ռուսաստանը առանձնապես հետաքրքրություն չցուցաբերեց, մասնավորապես 2008-9 թվականների։ Այս անգամ մի փոքր ուշադրություն այսպես դարձնում է իմ կարծիքով այստեղ Հարավային Կովկասում տեղ ունեցող եւ ընդհանրապես Ռուսաստանի հետ կապված իրադարձությունների համատեքստում Մինասյանն ընդգծում է, որ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը սևեռված է միջանցքային տրամաբանության վրա, եւ Թուրքիան լայն գործունեություն է ծավալում այդ ուղղությամբ։ Թուրքիայի մեր տարածաշրջանի այս պահի քաղաքականության առանցքը միջին միջանցքն է, եւ իրենք այդ առումով շատ լայն գործունեություն են ծավալում, եւ այո, միջանցքային տրամաբանության մասին է խոսքը։ Ռուսաստանը չնայած բարձրաձայն հայտարարությունների բացակայությանը հետաքրքրված է միջանցքի վերահսկողությամբ։ Մասնագետները նշում են, որ Ռուսաստանի համար գերակա նպատակ է եղել այդ ճանապարհի վերահսկողությունը։ Ռուսաստանից ուղղակի հայտարարություններ չկան, դա չի նշանակում, որ իրենք հետաքրքրված չեն կամ այդ խնդիրը իրենց համար կարևոր չէ։ Այո, Ռուսաստանի գերակա խնդիրներ փոփոխված աշխարհակական իրավիճակում իրենք վերահսկեին այդ ուրեմն ճանապարհը, որտեղ դա ըստ էության թուրքական գործոնի վրա ազդելու ամենամեծ լծակն է փաստացի եւ նաեւ ինքը ինչ որ առումով պահելու էր իր ավելի խոշոր ազդեցությունը տարածաշրջանում։ Այսպիսով Էրդողանի ուղերձը Իրանին ոչ միայն արտացոլում է Թուրքիայի ռազմավարական նպատակները, այլև ընդգծում է Հարավային Կովկասում աշխարհակաղակական մրցակցության խորացումը։ Դավիթ Գենջոյան, Լևոն Ոսկանյան, Open Media։ Ռուսաստանի նախագահը շատ կոշտ գնահատականներով անդրադարձել է Ուկրաինայի վերջին գործողություններին Ռուսաստանի տարածքում։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Կիևին բանակցություններ պետք չեն, որ ուկրաինական զորքերը նահանջում են ամբողջ ճակատով։ Ուկրաինայում պատերազմը հատկապես թեժ է Սումիի շրջանում։ Ռուսները առաջ են գնում։ Վերջին զարգացումները Արմեն Հովանեսյանի ռեպորտաժում։ Ռուսաստանի քաղաքական վերնախավի հետ է հանդիպել Պուտինը, նշել, որ Ուկրաինան տերորիստական ակտեր է իրականացնում եւ իրենք զինվելու համար ժամանակ չեն տա ուկրաինացիներին։ Киевская верхушка перешла к организации террористических актов։ Կիևի վերնախավն անցել է ահաբեկչական գործողություններ կազմակերպելուն, եւ միևնույն ժամանակ նրանք խնդրում են դադարեցնել ռազմական գործողությունները 30 կամ նույնիսկ 60 օրով։ Նրանք պահանջում են հանդիպում ամենաբարձր մակարդակով, բայց ինչպես կարող է նման հանդիպումներ անցկացվել այս պայմաններում, ինչի մասին խոսել։ Ով է բանակցում նրանց հետ, ովքեր հույսը դնում են ահաբեկչության վրա, ահաբեկիչների հետ։ Պուտինը նաև կարծում է, որ իշխանությունը Զելինսկու համար ավելի կարևոր է, քան խաղաղությունը։ Ինչ վերաբերում է մարդասիրական պատճառներով 2-3 օրով հրադադարի համաձայնության չգալու վերջին մերժմանը, ապա սա առաջին դեպքը չէ, որ տեղի է ունենում։ Սա մեզ չի զարմացնում, այլ միայն համոզում է, որ Կիևի այսօրվա ռեժիմին ընդհանրապես խաղաղություն պետք չէ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շայգուն Հյուսիսային Կորեա է մեկնել հանդիպելու Կիմ Չեն Ինի հետ, իսկ մինչ այս խորհրդակցությունը թեժ մարտեր էին Կուրսկի մարզում։ Ուկրաինական ուժերը հետ են մղել ռուսական բանակի 26 հարձակում, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Հիշեցնենք, որ նախորդին ուկրաինական ուժերը պայթեցրել էին Ղրիմի կամուրջն ու հայտարարում էին, որ վնասազերծել են կամրջի հենասյուները, իսկ ռուսները պնդում են, որ Սումիի մարզի Անդրիևկա քաղաքն են գրավել։ Ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել Սումիի շրջանում Դոնեցկի մարզում։
մարզում։ Վոլոդիմիր Զելինսկին հայտարարել է, որ ուկրաինական ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնից օրերս հրաժարական տված Միխայել Դրապատին նշանակվել է համատեղ ուժերի հրամանատար։ Ըստ նրա, Դրապատին կկենտրոնանա բացառապես մարտական հարցերի վրա, իսկ ցամաքային զորքերի համակարգումով կզբաղվի մեկ այլ անձ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Վաշինգտոնում հանդիպել է Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգի հետ։ Քննարկել ենք ճակատում տիրող իրավիճակը, Ստամբուլում կայացած հանդիպումների արդյունքները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացման եւ Ուկրաինայի պաշտպանական օգնության կարեւորությունը, գրել է Երմակը իր Telegram ալիքում։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Հիմա տեսնենք, թե այսօր ուրիշ ինչ է կատարվել աշխարհում, ամփոփում ենք միջազգային զարգացումները մեկ ռեպորտաժով, պատմում է Սիմոն Հովանիսյանը։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Աշ-Շարան սեպտեմբերին կայցելի Միացյալ Նահանգներ եւ ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում, հաղորդում է Սիրիա TV-ն։ Ըստ լրատվամիջոցների դա վերջին 60 տարվա ընթացքում կլինի Սիրիայի նախագահի առաջին ելույթը ՄԱԿ-ում։ Նշվում է նաեւ, որ Աշ-Շարայի ԱՄՆ այցի շրջանում մի քանի այլ հանդիպումներ են նախատեսված։ Ի պատասխան սիրիական Մոհամմադ Ալ-Դեիֆի մարտիկներ անվամբ հակակառավարական խմբավորման հարվածների, իսրայելական ռազմական օդուժը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային շրջաններին։ Ըստ սիրիական աղբյուրների, իսրայելական կործանիչները թիրախավորել են Դերայի գավառի մի քանի բնակավայր եւ մեկ զորամասի տեղակայման վայր։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է Սիրիայի ռեժիմին պատկանող մարտական միջոցներին ի պատասխան Իսրայելի վրա հարձակման։ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի հետ բանակցություններում առաջադրված պայմանները հակասում են Իսլամական Հանրապետության հիմնարար սկզբունքներին, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Հարավային Կորեայում նախագահական ընտրություններում հաղթել է Տուբորո դեմոկրատական կուսակցության տեխնացու Լի Չեմյունը։ Քվեաթերթիկների 90.2%-ի մշակման արդյունքով նա ստացել է ձայների 48.4%-ը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հիանալի հարաբերություններ ունի Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ, սակայն ինչպես հավաստիացնում է ԱՄՆ առաջնորդը, նախագահ Սիի հետ շատ դժվար է բանակցություններ վարել, գրել է Թրամփը Truth Social-ում։ Ըստ Politico պարբերականի նա վստահ է, որ հեռախոսազրույցը կօգնի Չինաստանի հետ բանակցությունների վերադառնալ։ Մոնակոյի իշխան Ալբերը մեղադրվում է սիրուհիների եւ ապօրինի երեխաների համար գանձապետական միջոցները յուրացնելու մեջ։ WSJ-ի տվյալներով 2018 թվականին Ալբեր II-ի հրահանգով մսխվել է $15.7 միլիոն։ 2023 թվականի օգոստոսի վերջին տեղեկություններ տարածվեցին, որ Մոնակոյի արքայադուստր Շարլենը բնակվում է Շվեյցարիայում եւ հանդիպում է իր ամուսնու իշխան Ալբեր II-ի հետ միայն նախնական պայմանավորվածությամբ։ Թուրքիայում հորդառատ անձրևների հետևանքով ամբողջովին հեղեղվել է Տրապիզոն քաղաքը։ Մերձակա քաղաքներում հայտարարվել է վտանգի դեղին մակարդակ։ Մեկ մարդ անհետ կորել է։ Ավշերոնի լճերից մեկում ձկները զանգվածաբար սատկել են։ Ըստ գիտնականների, տարվա այս եղանակին ջրի մակերևույթը տաքանում է, ինչին ձկները չեն դիմացել։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Վերջում սպորտային լուր Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքական մեդալային հաշվարկում գրավել է 4-րդ տեղը։ Հայաստանն իրենից առաջ է թողել միայն Գերմանիային, Մեծ Բրիտանիային եւ Իտալիային։ Հակոբ Սերոփյանի գլխավորած հավաքականը նվաճել էր 2 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ։ Դե ինչ այսօր այսքանը, հիշեցնեմ, որ Reopen Media-ի Renews լրատվականը հասանելի է YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում, Spotify-ում։ Ամենօրյա թարմացումներին ծանոթացեք նաև մեր պաշտոնական կայքեջում։ Մեր բոլոր հարթակների հղումները կարող եք գտնել ուղիղ եթերի նկարագրության հատվածում եւ կցված մեկնաբանության մեջ։ Այո, նաև ռուսալեզու եւ անգլալեզու լուրերի թողարկումներին էլ կարող եք հետևել գլխավոր թողարկումից անմիջապես հետո։ Տաղավարում աշխատեցին Անի Զաքարյանը եւ Դավիթ Սարգսյանը, հանուն Հայաստանի Հանրապետության։ Ստեստ